Այսօր մենք ուսումնասիրելու ենք մեր դասընթացի վերջին շաբաթվա նյութերից ենք ուսումնասիրելու, խոսքը վերաբերվում է դասի ամփոփման փուլին եւ ամփոփումը գեյմիֆիկացիայի միջոցով ինչպես կարելի է կազմակերպել, ինչ առավելություններ է տալիս գեյմիֆիկացիան կշռադատման փուլում, ինքը ապահովում է ակնթարթային հետադարձ կապ, ներգրավվածության բարձրացում, ստրեսի նվազեցում, տվյալների վերլուծություն եւ գեյմիֆիկացիայի արդյունքները շատ մեծ նշանակություն ունեն, կարևոր դեր ունեն նաև դասից հետո ինքնավերլուծություններ կատարելու համար, իսկապես այնտեղ եթե մենք այսօր քննարկելու ենք նախ ասեմ Vyground հարթակի հնարավորությունները, ինքը վերանվանված հարթակ է, նախկինում կոչվում էր Quizzes, աշխատելու ձևը, խաղեր ստեղծելու ձևը նույնն է, պարզապես այստեղ արտաքին տեսքն է փոխվել եւ մի քիչ էլ ընդհանուր աշխատեցնելու մեջ փոփոխություններ կան, այս վերջին մի ժամանակներում է անմիջապես վերջերս են այդ փոփոխությունները կատարվել, բայց մենք այսօր միասին կստեղծենք առաջադրանք եւ կփորձարկենք, որպեսզի տեսնենք, թե ուսուցչի տեսանկյունից ինքը ինչպես է երևում։ Ուրեմն այստեղ ներկայացված է մեր դասընթացի ամփոփման հատվածը, կխնդրեի, որ այստեղ ամփոփման հատվածին եւս ուշադրություն դարձնեիք, այ ֆորումը, որ ասում էի, այս քննարկում ֆորումի մասին էի ասում եւ ամփոփիչ հարցաշարի մասին էի խոսում, այս հարցաշարը դասընթացի ամենավերջում այդ օրերին խնդրում եմ գոնե ժամանակ ունեցեք այս հարցաշարին պատասխանելու։ Հիմա խոսենք Vyground հարթակի մասին, ինչ հնարավորություններ է տալիս, ուրեմն դասի ամփոփման փուլի համար այդ դրանով ստեղծված հարցաշարը ինքը շատ հարմար է, որովհետև անմիջապես երեխան ստանում է իր գնահատականը, այնտեղ տոկոսով երևում է, թե երեխան ինչ արդյունք է ցուցաբերել հենց խաղի անմիջապես իրական ժամանակում, այսինքն երևում էր ով ինչ սխալներ է թույլ տալիս, ով ավելի շատ միավորներ է հավաքել, այնտեղ հերթայնություն է ցուցադրում, տեղերի առումով, առաջնահերթություններն է ցույց տալիս ըստ առաջադիմության, ով ինչ տեղ է զբաղեցնում, բավականին լավ հարթակ է, փորձենք միասին նայել եւ տեսնել ինչպես է ինքը արդյունքները ցուցադրելու։ Vyground-ը ընկերներ գրանցվելու եք այդտեղ, մտնում ենք vyground.com կայքն եք մտնելու, պահանջում է գրանցումը ստանդարտ տարբերակներով է, ինչպես որ մնացած բոլոր հարթակներում ենք անցնում, այնտեղ ուղղակի ընթացիկ հարցնելու է, դուք որ դասարաններում եք պարապում, հարթակը որպես ինչ տեսանկյունից եք օգտագործելու, բիզնեսի նպատակներով, կրթական նպատակներով, նշումները կկատարեք, անցնեմ հարցաշար ստեղծելու մեկ օրինակ, տեսեք, ես ցուցադրեմ իմ ստեղծած ընդհանրապես իմ տարածքը, իմ օգտահաշիվը ցուցադրեմ, Vyground-ում, ձախ մասում տեսնում ենք իր մեկնարկային մասն է, սկզբնական կետը, երբ որ դուք արդեն գրանցվեք եւ մտնեք հարթակ, դուք տեսնելու եք, մեկ վայրկյան բացվի, դուք տեսնելու եք այս էկրանի այս տեսքը, որտեղ կարող եք տալ ստեղծել, կարող եք 0-ից ստեղծել կամ կարող եք օգտագործել ուրիշների ստեղծած արդեն առաջադրանքներ, ընդ որում ասեմ, որ հայերեն լեզվով ստեղծված բավականին մեծ բազա կա արդեն, ուսուցիչները շատ ակտիվորեն մասնակցում են այդ հարթակում ու կարող եք ուրիշների ստեղծած առաջադրանքները վերցնել, հնարավորություն է տալիս փոփոխություններ կատարելու, հարմարեցնելու, որոշակի հարցեր ավելացնելու, գուցե պակասեցնելու ստեղծված թեստերի միջից եւ այդ առաջադրանքը հանձնարարելու ձեր աշակերտներին։
Ստեղծված աշխատանքները պահպանվում են Maya Bibliotheka այս հատվածում։ Ես բավականին շատ արդեն աշխատանքներ ունեմ, շատ ավելի շատ էին իմ ստեղծած աշխատանքները, սակայն երբ որ հարթակը փոխվեց, ինքը սահմանափակում թողեց որոշակի քանակով միայն աշխատանքներ, ընդ որում ասեմ, երեխաները շատ սիրում են այս տարբերակով ամփոփում կատարելուց, որովհետև հետաքրքիր է այդ խաղային ոճը գրավում է եւ իրենք մեծ հետաքրքրությամբ են մասնակցում ու ժամանակ ենք մենք դնելու յուրաքանչյուր հարցի համար, այդ ժամանակը հաշվարկում ենք այնպիսին, որպեսի մեր պատկերացումով երեխան պիտի որ կարողանա այդ վայրկյանների ընթացքում ինքը տեղավորվի, մտածի եւ հարցին պատասխան տա, պահպանվում են երեխաների կատարած արդեն արդյունքները այս երրորդ հատվածում, տեսեք, այստեղ սեսիաներով, տոկոսներով երևում է դասարանի եւ ողջ առաջադիմությունը, կարող ենք բացել, եկեք ես այս պահին բացեմ ցույց տամ, տեսեք, օրինակ իմ աշխատանքներից մեկը, ուզում եմ պարզապես նայել, տեսեք, անուններով երևում են երեխաների առաջադիմությունները, դուք կարող եք գնահատել այսպես, 85% առաջադիմություն ունեցողը, ինչպես մենք սովորաբար գնահատում կատարում ենք, կարող եք նշանակել 9 կլորացնելով ու այսպես շարունակաբար, իսկ այս աջ հատվածում սողնակով տեղաշարժվելով այդ ամբողջ արդյունքը մեր տեսադաշտում է, այստեղ եւ հարցերն են երևում եւ հարցերի պատասխաններն են երևում, շատ արագ կարելի է կողմնորոշվել, թե որ հարցերն են, որոնք երեխաների համար չհասկացված են մնացել, տեսեք այստեղ վարդագույն գույներով երևում են, որ ունենք հարցեր, որոնց երեխաների մեծամասնությունը սխալ են պատասխանել, ունենք հարցեր, որոնք ճիշտ են պատասխանել մեծ մասը, ու այսպես դուք կարող եք, այդ որ քիչ առաջ ասացինք, որ ինքը լավ հնարավորություն է դասից հետո ինքնավերլուծություն կատարելու, հետադարձ կապով երեխաներին ուրեմն կապ տալու եւ ներկայացնելու երեխաների ձեռքբերումները եւ դժվարությունները, ինչ հատվածներում ինչ դժվարություններ են ունեցել ու վերանայել, այդ նյութերին նորից անդրադարձ կատարել։ Սա այսպես ձեր ամբողջ պատմությունը մնալու է ձեր բազայում եւ դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ վերադառնալ արդեն կատարված աշխատանքներին։ Իսկ հիմա գնանք ստեղծելու նոր աշխատանք, ուրեմն մենք գնանք ստեղծել առաջադրանք Եվ այստեղ էլի ինքը տարբերակների հնարավորություններ ունի, դուք սրանք հետագայում կուսումնասիրեք ինքնուրույն, ընդ որում ասեմ, որ դասընթացի մեջ ես մանրակրկիտ ներկայացրել եմ հարթակի գործիքները, ավելի ճիշտ հույզ ստեղծելու, հարցաշար ստեղծելու գործիքների հնարավորությունները մեկ վայրկյան ես կուզեմ բացել դա ցույց տալ, Այնտեղ սխեմատիկորեն ներկայացված է, տեսեք background.com առաջադրանքի ստեղծման քայլաշար, այս քայլաշարում շատ մանրամասն նշաններով, նշանակումներով բացատրված են, ինչպես ենք մենք գործիքները օգտագործելու, առաջադրանքների տիպերը օգտագործելու եւ ինչպիսի արդյունքներ ենք ունենալու։ Սա ձեր տրամադրության տակ է, կարող եք ուսումնասիրել, այստեղ կա նաև իմիջիայլոց ասեմ, որ անցած դասին այդ մեր տեսահանդիպման առաջին հատվածի տեսաձայնագրությունը միացված չի եղել եւ չի կատարվել տեսաձայնագրություն, բայց փոխարենը այստեղ Learning Apps-ի հարթակից օգտվելու բացատրությունները եւս կան մեր հարթակի մեջ կարող ենք նաեւ այդ հնարավորությունը օգտագործել առաջադրանքներ ստեղծելու համար։ Հիմա ուրեմն այսպես ստեղծում ենք, տալիս ենք size դայց, վերցնում ենք ացենկա տարբերակը,
այնուհետև կարող ենք ստեղծել 0-ից մեր հարցաշարը, այստեղ նայեք ընկերներ ջան, կան հնարավորություններ, որոնք վճարովի տարբերակում են, մենք այս տարբերակից օգտվել չեն կարողանալու այսօր, ուղղակի մենք օգտվենք այստեղ որտեղ որ հնարավոր տարբերակները, որ ինքը թույլ է տալիս, տեսեք множественный выбор, ընտրենք հարցի այս տեսակը, ես իմ պատրաստի տարբերակից ուղղակի հարցը պատճենելով կբերեմ այդտեղ, կտեղափոխեմ այդտեղ, պատասխանների տարբերակներ է տալիս, պատասխանների տարբերակները մենք պատճենով տեղափոխենք, տեղադրեցինք տարբերակները, տեսեք ժողովուրդ ջան, այստեղ վերևում պետքա, այստեղ փոխանջատիչներ են, այս կլոր շրջաններով նշվածները փոխանջատիչներ են, նշում ենք այն տարբերակը, որը տվյալ հարցի ճիշտ պատասխանն է, ինձ մոտ ճիշտ պատասխանը այս երկրորդ տարբերակն է, ես այն նշում եմ որպես ճիշտ պատասխան, եթե դուք ուզում եք էլի տարբերակներ ավելացնել, կարող եք կողքի այս պլյուս նշանով ավելացնել տարբերակների քանակները, և դրանից հետո նախ այստեղ վերևի կոճակների մասին էլ ասեմ, ժամանակ եք դնում, այս տեսեք վերևի աչի անկյունում 30 վայրկյան հնարավորություն է ցանկը, որ բացենք, մեզ այլ տարբերակներ ևս կառաջարկի հարթակը, կարող եք դուք ավելացնել ժամանակը, կախված ձեր հարցի բնույթից ու ձեր պատկերացումով երեխային ինչքան ժամանակ պետք կլինի այս հարցի պատասխանները քննարկելու և նշումներ կատարելու համար, և բալեր եք որոշում, թե քանի միավոր եք հատկացնում այդ պատասխանի համար, ու դրանից հետո տալիս ենք պահպանել, մեկ վայրկյան կներեք, ես սա տեղափոխեմ, պահպանել հարցը, մեր հարցը ձևավորված է արդեն, տեսնում եք այստեղ արդեն և հարցն է երևում, և իր ճիշտ պատասխանի տարբերակն է երևում, և տարբերակ ունի նաև նոր հարց ավելացնելու համար ներքևում ունենք добавить вопрос, բայց վերևում ուրեմն այստեղ կա կոճակներ, որոնք ևս կարող ենք մենք օգտագործել, եթե անհրաժեշտություն ունենք հարցի մեջ փոփոխություններ կատարելու, ունի ռեդակտիրովեց մատիտի գործիքը, էլի տեղափոխվում եք հարցի տարածք, որտեղ որ դուք կարող եք ավելացումներ կամ փոփոխություններ կատարել, այստեղ կարող եք հարցի մեջ ավելացնել նկար, եթե ընտրում եք, որ հարցի հետ հնարավոր է ուզում եք կողքից նկար երևա այս իմ նշած հատվածում, ինքը ուղղակի ձեզ կտանի հատված, որտեղ կասի, որտեղից եք դուք ուզում ձեր նկարը տեղադրվի, գուցե ինտերնետում փնտրումներ կատարելու, կամ գուցե հղում եք տեղադրելու, կամ գուցե ձեր համակարգչից եք ներբեռնելու նկարը, տարբերակներ ունեք նաև պատասխանների մեջ նկարներ ավելացնելու, կամ եթե պատասխաններից ուզում եք հեռացնել, այստեղ աղբամանի գործիքը կա, կարող եք հեռացնել նաև տարբերակները, որոնք որ չեք ուզում, իսկ հիմա այսպիսի մի բան եմ ցույց տալիս, նայեք ներքևի ձախ անկյունում ունի несколько правильных ответов տարբերակ, եթե մենք միացնում ենք այս կոճակը, ինքը ուշադրություն կդարձնեք, այս շրջանները փոխվելու են քառակուսիների,
Այսինքն սա հնարավորություն է տալիս բազմակի ընտրության հարց ձևակերպելու համար։ Ինքը հնարավորություն է տալիս մի քանի ճիշտ տարբերակներ ընտրելու, այդպիսի հարցերի համար է նախատեսված, բայց այս պարագայում ես կանջատեմ իրեն, որովհետև իմ հարցի տեսակը այնպիսին է, որ մեկ ճիշտ պատասխան ունեմ, սրանք փոխանջատիչներ են, մեկը նշելու պարագայում մյուսը անջատվում է, այսինքն մեկ ճիշտ տարբերակի համար է նախատեսված։ Եվ պահպանելով հարցը, գնանք երկրորդ հարց ձևավորելու համար, եւ այստեղ ուղղակի նայենք, այստեղից էլ կարող ենք հարցը հեռացնել, կարող ենք պատճնել, ուղղակի մեջը փոփոխություններ կատարել, բոլոր դեպքերում գործիքներ են, որոնք հնարավոր է ընթացիկ կարողանաք անհրաժեշտություն ունենաք օգտագործելու եւ ժամանակի ընթացքում դուք արդեն փորձարկումներ կատարելով ինքներդ էլ որոշելու եք գործիքներից որոնք եք ավելի շատ օգտագործելու, որոնք ոչ, տեսեք այստեղ կա նաև արհեստական բանականության միջոցով հարց ձևակերպելու գործիք այս հատվածում։ Գնացինք ավելացնել հարց, տեսեք, այստեղ էլ ինչ տիպի հարցեր կարող ենք ավելացնել, եկեք երկրորդ տարբերակը վերցնեմ ես, ինքը շատ հետաքրքիր տարբերակ է տալիս, ուղղակի հետ վերադառնամ իմ հարցերից ընտրեմ, գտնեմ այն հարցը, որը որ այդ տարբերակով է ստեղծված, մեկ վայրկյան կներեք, բաց է թողնված բառ, պիտի մենք տալիս ենք ցանկ, բառերի ցանկ, երեխան պիտի ընտրի, թե այդ բառերից որն է, որը պիտի տեղադրվի այս բաց թողնված բառի փոխարեն։ Եկեք այս հարցը ձևակերպենք։ Ես այստեղից պատճնեմ ուղղակի եւ գնանք հարցաշարում ավելացնելու։ Տեսեք, այստեղ գրում եք բաց թողնված բառը իր ճիշտ տարբերակով։ Ես գլարացնեմ բառը եւ այստեղ շարունակում ենք մեր մնացած գրելու հատվածները, կարող եմ տեղափոխել, ուրեմն տեսեք ընկերներ ջան, այստեղ մենք երբ որ այս հատվածի վրա կլիկ ենք տալիս, ներքևում տարբերակներ է բերում եւ առաջարկում է, ասում է ավելացրեք սխալ տարբերակներ, ալտերնատիվ սխալ պատասխանների տարբերակներ, որպեսզի երեխան կարողանա մտածի, թե այդ ձեր առաջարկած պատասխաններից, բառերից որն է բացակայում նախադասության մեջ։ Ենթադրենք ես այստեղ գրեմ ստուգումը, ավելացնեմ եւս մեկ բառ, այսքանը բավական է եւ կգնանք կտեսնենք, թե ինչպես է երևալու երեխայի մոտ այս հարցի պատասխանը, բայց մինչ այդ նորից էլի միավորներ ենք տալիս, հատկացնում ենք ժամանակը, ես կփոխեմ 45 վայրկյանի վրա կթողնեմ եւ տալիս եմ սախրանից вопрос։ Ամենավերջում մենք կտեսնենք լրացնելու ձևը։ Այս հատվածում էլ կարող ենք, տեսեք, այս վերևի աչանկյունում ունի предварительный просмотр կոճակ, այս կոճակը ակտիվացնելով, բայց դա վերջում կանենք, գոնե մի քանի հարց ձևավորենք, հետո վերջում կնայենք։ Կարող եք տեսնել, թե երեխաները ինչ են տեսնելու, ինչպես են տեսնելու ձեր հարցաշարը։
եւ հարցաշարը կազմելուց ավարտելուց հետո մենք այն հրապարակայնացնելու ենք, դա մի քիչ հետո կանենք։ Եկեք ուղղակի հարցերի տեսակներին ծանոթանանք դեռևս, ավելացնենք եւս այլ հարց։ Եկեք տեսեք, այստեղ այո ոչի տարբերակը, հա, վերցնենք։ Գնամ այո ոչի տարբերակով հարցս գտնելու։ Ես այն ձևակերպել եմ ճիշտ է սխալ է բառերով։ Դուք կարող եք հարցեր ձևակերպել այո ոչ տարբերակներով պատասխանների։ Ծրագրի կոդի հատվածը ներկայացրել եւ ուզում եմ, որ երեխաները պատասխանեն հետեւյալ հարցին. ներկայացված ծրագիրը ստեղծում է ցուցակ եւ տպում նրա անդամների գումարը, գրվածը ճիշտ է թե սխալ է։ Կարող եք վերևում դա էլ անգամ շարադրել եւ ավելացնեմ ճիշտ է։ Ու նշում եք այս պատասխաններից, որ մեկն է հարցի ճիշտ պատասխանը, ինձ մոտ գրվածը սխալ է, որովհետև այստեղ կոդի մեջ չի պահանջվում է տպել ուղղակի տարերը, մեկ վայրկյան կներեք, այստեղ բաց թողում կար, ուղղումը կատարեմ, այստեղ մեր վերջակետը այս մասում պիտի լինի, տեսեք, իսկ ներկայացված ծրագիրը ստեղծում է ցուցակ եւ տպում նրա անդամների գումարը։ Կոդը անդամների գումարը չի ցուցադրում, չի հաշվարկում։ Դրա համար ես նշում եմ կատարում, որ ներկայացվածը սխալ է։ Էլի վայրկյանները կթողնեմ ու պահպանման կտամ։ Ընկերներ ջան, եկեք մեկ վայրկյան չէ, մեկ րոպեով դադար տամ եւ լսեմ հարցեր ձեր կողմից, այսքան ներկայացվածի վերաբերյալ կային հարցեր, հետո շարունակենք էլի լրացնել։ Այս ինչքան որ ներկայացրել եմ ես, այս պարզ էր այս հատվածը, անհասկանալի Իմ մոտ հարց կա, ընկեր Միրզոյան։ Ինչպես։ Իմ մոտ հարց կա։ Ասեք, լսում եմ, Ես երկրորդ տարբերակը, որ պատրաստեցի, այնտեղ չկարողացա այլընտրանքային տարբերակը գրել։ Չպահպանեց։ Հա, մի անգամ էլ ցույց տամ, հետ վերադառնամ, երևաց։ Ուրեմն տեսեք ընկեր Շահունց, այս հատվածի վրա իրա այս բաց թողնված բառի հատվածում քլիկ ենք տալիս ու այստեղ ինքը մենք այստեղ գրում ենք ճիշտ տարբերակը, իսկ երբ որ մենք արդեն ցանկը բացվում այս կախվող պատուհանից, այստեղ ներկայացնում ենք այս առաջին տողը կթողնեք, սա մի միացրեք, որովհետև սա որ միացնում եք, ինքը տառերը ուղղակի մասնատելու է, հատիկ-հատիկ վանդակներում է ցուցադրելու, ալտերնատիվը ответ այստեղ պլյուս կդնեք, ինքը տարբերակ է բացում, քլիկ եմ տալիս այստեղ, գրում եմ բառը, ինքը պահպանվելու է, երբ որ ես տամ սохранить вопрос։ Լավ, շնորհակալություն, հեսա փորձեմ։ Եթե չստացվի, միասին կնայենք դասի վերջնամասում, ժամանակ կհատկացնենք, կնայենք միասին։ Ես այստեղ բան չեմ ավելացրել, բոլոր դեպքերում մի հատ էլի կֆիքսեմ եղածը։ Ուրիշ հարցեր ունենք ընկերներ։ Լավ, շարունակենք էլի տեսակներ ավելացնել, добавить вопрос, այստեղ հետաքրքիր է, ուրեմն եկեք այս multiply select որ նշեմ, ինքը միանգամից բերում է այս վիճակը, դե սա արդեն ծանոթ էր, բայց բոլոր դեպքերում եկեք ստեղ մի հատ ես էլի ավելացում կատարեմ հարցերի, մեկ վայրկյան, ինչը չեմ այստեղ տեղադրել, հա, իմիջիայլոց ստեղ ցանկի մեջ վերևում էլ է երևում հարցի տիպը, մեկ վայրկյան,
նայեմ տեսնեմ ինչ տարբերակներ եմ այստեղ ներառել, հա, երևի էլ չունեմ այս տիպի ավելացրած, լավ, թողնենք դա, անցնենք ուրիշ տարբերակի և այստեղ ուրեմն ավելացնենք նաև open-ended, այսինքն երբ որ կիսատ նախադասություն եք գրում, ուղղակի նախադասությունը երեխաները ավարտում են, իրենք այն տարբերակում, երբ որ դուք ցանկ էիք առաջարկում և երեխաները ձեր առաջարկած ցանկից էին ընտրում բառերը, իսկ այստեղ դուք բաց հարց եք դնում ու իրենք պիտի պատասխանեն ձեր հարցին, սա այդ տարբերակն է և այստեղ վերցնեմ այս հարցը, հարցը տեղադրում ենք այստեղ և էլի նույնն է, ընկերներ, կարող եք ստեղ վիդեո ավելացնել, ձայնով ինչ-որ հարցադրում տալ, բայց սրանք ես ինքս անձամբ չեմ անում, ուղղակի անհրաժեշտության պարագայում նկար եմ միայն կցում, այս 3 րոպեն բավականին շատ է, ընդամենը մեկ բառ են գրելու և 45 վայրկյանն անգամ շատ է, բայց թողնեմ 45 վայրկյան, չէ, եկեք մի քիչ պակասեցնեմ, որ մենք էլ արագ աշխատենք լավ, և տամ սохранить вопрос, ու նայեմ տեսնեմ, եթե ես ունեմ ուրիշ հարց, որը որ չեմ ներառել, հա, այս հարցն էլ ներառեմ, սա բազմակի ընտրության հարցերից էր, չէ, այս մեկը այս տարբերակով կարելի է, հարցում տարբերակով կարելի է ձևակերպել, եկեք այս տարբերակով ձևակերպենք, արդյունք ուղղակի հետաքրքիր կլինի նայելը, և սա հետաքրքիր է ինչ տեսանկյունից դիրքորոշում է ուղղակի ներկայացնում, սրանով ստուգում ենք երեխաների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, այստեղ ճիշտ սխալ չկա, ուղղակի տեսակետներ են արտահայտում, չնայած էլի ձևակերպվածս հարցը այնպիսին է, որ էլի իր մեջ ճիշտ ու սխալի պահ ունի, բայց դե բոլոր դեպքերում կարելի է մտածել ուղղակի այնպիսի շարադրանք, որտեղ որ չկա ճիշտ ու սխալի տարբերակ, ուղղակի դուք տարբերակներ եք առաջարկում և երեխաները իրենք ընտրում են, թե որ տեսակետի կողմնակիցներն են, սա ուղղակի դիրքորոշման հետ կապված, եթե հարցադրում եք ուղղելու երեխաներին, Դրան կներեք մի հարց կարելի է։ Ահա, խնդրեմ։ Լսում եմ։ Միրզան, եթե ճիշտ պատասխանները մեկից ավելին են, ինչպես ենք դա նշում այդտեղ։ Ինչպես հասկացա, պլյուսին սխմում եք, պլյուսով ընդհանրապես ինչպես ասեցիք, տարբերակների հնարավորությունները պլյուսներով են ավելացվում, իսկ եթե կոնկրետ այս հարցին է վերաբերվում, այս փո տարբերակը ինքը ճշտի ու սխալի, եթե ուշադիր եք, վերևում տեղեր չի թողնում, որ նշումներ կատարվի։ Սա ուղղակի ոնց որ թե երկրներից տեսանկյուններ իրանց արժեքային համակարգն եք ուզում ստուգել, ուզում եք ստուգել իրենց կարծիքները, վերաբերմունքը, այդ թեմայի սահմաններում ձեր տրված, ասենք, պնդմանը, հա, պնդում ասեմ, թե առաջին խաղում կար, չէ՞ նման հնարավորություն, առաջին խաղում բայց կար, չէ՞ նման հնարավորություն։ Հա, ուղղակի կուզենա իմանալ, ինչպես նշենք, էլի, որ 2 կամ 3 ճիշտ պատասխան կա, երկուսը սխալ է։ Հիմա ցույց կտամ, էլի ընկեր Արզումանյան ցույց կտամ դա նորից, եկեք սա էլ սохранить вопрос, պահպանման տանք, այդ պարագայում, երբ որ մենք ավելացնում ենք հարց,
ընտրում ենք բազմակի ընտրության տարբերակը, ընկեր Արզումանյան, մի րոպե թող ինքը բացի, տեսեք ստեղ կա այս տարբերակն ենք multiple select, հա, այս տարբերակն ենք վերցնում, որի պարագայում ինքը մեզ հնարավորություն է տալիս մի քանի տարբերակներ ընտրել որպես ճիշտ պատասխան, հիմա ինքը այս չի տա ինձ, որովհետև հարց չեմ գրել, հետ գնամ իմ գրածը ուղղակի ռեդակտիրված, հա, տամ, եկեք գնամ նայեմ որտեղ եմ, այս տարբերակում եմ արել, տամ ռեդակտիրված, չէ, սա մեկ ճիշտ պատասխանով էր, այստեղ պիտի որ հարց չունեմ, այստեղ կրկնակի մի քանի ճիշտ պատասխաններով, բոլոր դեպքերում լավ, սրա վրա ցույց տամ, տեսեք, երբ որ դուք այն տարբերակն եք ընտրում, ինքը այստեղ քառակուսիներով է, այս կլորներին ու քառակուսիներին ուշադրություն դարձրեք, որովհետև եթե կլորներով է պատասխանը, դա փոխանջատիչ է կոչվում, այսինքն մեկ տարբերակը ընտրելու պարագայում մյուս նախկին ընտրվածը անջատվում է, իսկ եթե մենք ասում ենք, որ ուզում ենք, տեսեք, ներքևի ձախ անկյունով ավելացնում եմ, несколько правильных ответов, ու երբ որ ես ավելացնում եմ, ինքը տեսքը փոխում է պատասխանների նշումները կատարելու, այստեղ checkbox-եր են կոչվում, որոնք թույլ են տալիս մի քանի տարբերակներ համարել ճիշտը, իսկ եթե էլի տարբերակներ պլյուսներով ավելացնում ենք, տեսնում եք կողքից ավելանում են, այստեղ ես հանեմ սրանք, հանեմ նաև այս մեր ոչ ճիշտ պատասխանները, անջատեմ այս բազմակի ընտրության հնարավորությունը, բայց դա կարող ենք ստանանք նաև այն բազմակի ընտրության տարբերակում, ուրիշ հարցեր ունեինք այս պահին, քույզը